Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, այսօր իմ հյուրը, իմ ոդքասթի հյուրը, իմ ամենասիրած քաղաքական գործիչներից մեկն է, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Ողջույն, պարոն Աշոտյան։ Հալվեցի։ Պատկերացնում իշ դաժան եթեր ենք ունենալու, եթե այդքան փափուկ բարձ եք սկզբից։ Չէ, այսօր շատ բարի եմ եւ եկեք ամենասկզբից հենց որոշենք ինչի մասին ենք խոսում սկզբից տարածաշրջանի հետո մեր ընտրությունների թե հակառակը։ Ոնց ուզում եք։ Այնինչ տեղի է ունենում այսօր Իրանում։ Ըստ ձեզ, սա մեծ պատերազմ է, որը որ կարող է ել ավելի ընդլայնվել, թե ավելի շատ մտածում եք, որ այն այսօր գնում է դեպի մարում, դեպի ավարտ։ Գիտեք, իրավիճակը լայն մերձավոր արևելքում շատ դինամիկ է փոխվում, դժվար է տեսնել վերջը, ես անձամբ իմ զգացողական անալիտիկայով կարող եմ ասել նաև, որ չեմ տեսնում գլոբալ կոնֆլիկտ, թեպետ այն ինչ որ կա, արդեն անկեղծ ասել, ռեգիոնալ չի, թեպետ թատերաբեմը մերձավոր արևելքն է եւ ընդլայնված սահմաններով, բայց հետևանքները այս կոնֆլիկտի արդեն զգացվում են տնտեսության մեջ, ֆինանսների մեջ, էներգակիրների շուկայում, Չինաստանում, Հնդկաստանում ակնհայտ է, որ հետևանքները շատ ավելի լայն են աշխարհագրորեն, քան զուտ թատերաբեմը ռազմական գործողությունների։ Դրա համար սա ռեգիոնալ կոնֆլիկտ է, որ ունի գլոբալ նշանակություն եւ գլոբալ հետևանքները առաջացնելու։ Այս պայդրությամբ ես կարծում եմ այդ ձևակերպման շրջանակից դուրս չեն գալու։ Պարոն Աշոտյան, իսկ ձեզ ինչպես պատահեց Ինչպես հաջողվեց Ադրբեջանին եւ Թուրքիային չներքաշել այս պատերազմի մեջ։ Սա Իրանի ջանքերով է, թե պարզապես Էրդողանն ու Ալիևը խելացի գտնվեցին։ Այդտեղ ես տարբերակում կմտցնեի, որովհետեւ Ադրբեջանի պարագայում իսրայելական կապերը շատ ավելի ցայտ ունեն, անթաքույց են եւ շատ ավելի խորն են, ուստի Ալիևի գայթակղությունը մտնել պատերազմի մեջ եւ հրեական լոբբիի նաեւ ազդեցությամբ շատ ավելի մեծ են դիտարկում, քան Էրդողանինը։ Էրդողանը երկու նաշիշ նաքաբաբ մոտեցում է ունեցել միշտ Իսրայելի նկատմամբ։ Մի կողմից փորձել է դիրքավորվել որպես մուսուլմանական աշխարհի առաջնորդ եւ Գազայի արաբների, պաղեստինցիների իրավունքների համաշխարհային հետո ավելի համաշխարհային պաշտպան, բայց կներեք, դա ընդհանրապես իմիջն էր, որովհետև տնտեսական կապերը Թուրքիայի եւ Իսրայելի դրանից չեն տուժել։ Որքան Էրդողանը հոխորտում էր Իսրայելի հասցեին, այդքան ավելի կանոնավոր էր Ջեյհանի պորտից, այս նավահանգստից ադրբեջանական նավթով լցված տանկերները գնում դեպի Հայֆա, այսինքն իսրայելական նավթը։ Նաև իրանական պատերազմը ոչինչ չփոխեց, ադրբեջանական նավթը նույն ձևով գնում է Իսրայել։ Միանշանակ գնում է Իսրայել եւ ավելին այնտեղ նաև միջև պատերազմ կար նոր խողովակաշարի կառուցման պրոյեկտ, որը պետք է անցներ Լիբանանով եւ պետք է ավելացներ մոտավորապես 40%-ով նավթի արտահանում ադրբեջանական Իսրայել։ Սա ինչով էր կարևոր։ Իսրայելը փորձում էր նվազեցնել իր կախվածությունը Թուրքիայից, որտեղ առայսօր արդեն ասացինք, Բաքու-Թբիլիսի Ջեյհանով եկող նավթը գնում է տանկերներով Թուրքիայի շնորհիվ դեպի Իսրայել։ Այս ամենը շատ ավելի բարդ կծիկ է, որովհետև գործոնները շատ բազմաթիվ են, բազմաթիվ մակարդակներում դասավորված եւ գումարային վեկտորը ամեն օրվա որոշումների կայացման կախված է շատ տարբեր ցուցանիշներից, Այս պարագայում ինչա միավորում ունեք Ալիևին եւ Նիկոլին, այս բանի մեջ։ Երկուսն էլ ակնհայտ էր, որ կարծում էին, որ Իրանը շատ արագ կփլվի, որովհետեւ իրանց երևի թե անգլոսաքսյան, այսպես ասած, հետախուզական տվյալներով ասել էին, որ մի երկու օր սպասեք,
սրտացավություն ցույց չտաք, տենց հարևան բարեկամ բառեր չշռայլեք, որովհետև հեսա leadership-ին կրակում ենք, խփում ենք եւ Իրանը Ալիևը երկրորդ օրը արդեն հայտարարություն արել էր, իսկ երրորդ օրը Ալիև երրորդ օր ամբողջ սկսվեց երրորդ օրվանից, իսկ Նիկոլը համարյա 4-րդ օրվանից։ Այսինքն Ալիևը մի ոչ շուտ էր արել, բայց Նիկոլը ինչ մի ոչ շուտ է անում, ինքը գնացել է դեսպանություն, Փաշինյանը չի գնացել, Ալիևը հումանիտար օգնություն է ուղարկել Փաշինյանը չի ուղարկել։ Նիկոլին հատկապես զգուշացվել էր, որ այս հարցերը լուծում են Խոմեյնիի, փլվում է երկիրը, չմտնես թեմայի մեջ, ու ինքը մաքսիմալ ձգեց։ Դրա համար են առաջի 2 օրվա անհասկանալի պահվածքը ոչ թե իր տուպոյության, այդ PR-ի, պերաշկի եւ կուկուրուզի, այլ չէին, իրան պրոստը ասել են համբերի խփում ենք։ Ну դա ձեր ենթադրությունն է ես։ Սա մաքսիմալ իրականությանը մոտ ենթադրություն է, որովհետեւ այլ կերպ բացատրել, թե ինչու քո բարեկամ հարևան երկրի նկատմամբ երկրում ղեկավարի սպանությունը դու չես դիտարկում որպես ցավակցելու առիթ, հնարավոր չի։ Նույնիսկ այն դեպքում, երբ այդ երկրում դու ունես մեծ հայկական համայնք, ամենամեծ համայնքը այս գործոնը Մերձավոր Արևելքում։ Ջան, եկեք ուղիղ խոսենք, իրեն վաղուց չի հետաքրքրում հայկական գործոնը ոչ միտեղ։ Դա կլինի Սփյուռքի տեսքով որևէ երկրում ճակատագիրի, Ղարաբաղցիների, Արցախցիների ճակատագիրը իրան չհետաքրքրում։ Ձեր օրոք, ձեր իշխանության օրոք, երրորդ նախագահի օրոք դուք այսպես լավ կապեր էիք, ստեղծել եք այդ կապերը, խորացրել եք այդ կապերը եվրոպական տարբեր կառույցների հետ։ Եվ հավանաբար դուք հասկանում եք ինչպես են եվրոպացիները, եվրոպացի բյուրոկրատները, եվրոպացի չինովնիկները նայում Հայաստանին, ինչ հետևություններ են անում եւ օրինակ ըստ ձեզ երեկվա ծափահարությունները Եվրոպական խորհրդարանում, երբ Փաշինյանը ոգևորված ասում էր, որ հրաժարվել է Արցախից, իսկ ահա կա հայկական եկեղեցին, որ չի հրաժարվում Արցախից եւ դա ու ամենավատ բառերն էր ասում։ Ըստ ձեզ այս ելույթից հետո եվրոպացիների ծափահարություններն ինչ էին։ Տեսեք, եվրոպական ծափահարությունները ցանկացած պարագայում պաստանովկային իմաստն են, կապ չունի ինքը ինչ էր խոսելու, պարզամոտավորապես իրենց համար թե ինչ պետք է ասել, ես երեք լայվում շատ կարճ անդրադարձա, թվարկեմ, ինքը հաշվետվություններ տալիս, գեոպոլիտիկա կնհայտ, ինքը Ալիևին մաքրում էր մարդկության դեմ գործած հանցանքների ծանրությունից, իր փայ։ Նա արձանագրում էր, որ Արցախի էջը ոչ միայն փակված է, այլ նաև այդ էջը արյունալի ձևով նման կերպով ավարտելու համար Ալիևը պատասխանատվություն չպետք է կրի։ Եվ շնորհակալություն ընդհանրապես։ Եվ իհարկե, տեսեք, ես հասկանում եմ դաշտի, ես ինքս եմ վրդովս գնաս այնտեղ խոսած ներընդդիմադիր բանից, բայց այդ խի է։ Եկեղեցուց։ Այդ ներընդդիմա իր համար դա ներքաղաք, եվրոպացիների համար դա ներքաղաքական է։ Եկեղեցու բանը չեմ կարծում։ Ինքը այդպես է դա ծախել, բայց ամենահավես մասը այն էր, որ միացյալ ջանքերը ընդդիմության, լրատվամիջոցների, իրավապաշտպանների բերեցին նրան, որ Նիկոլը առաջին անգամ միջազգային նման հարթակներում ներքաղաքական օրակարգից սկսում է խոսել։ Կապ չունի ինչ է խոսում, բայց իր շուրթերից մենք լսեցինք Հայաստանում քաղբանտարկյալներ չկան արտահայտությունը, միջև այդ ինքը տոտալ իգնոր էր անում, այդ բառը անգամ չէր ասում։ Կան հասել ենք նրան, որ Եվրոպայում իրան հարցեր տալիս են։ Ըստ իրեն ինքը դրա մասին խոսում է, որ ընտրություններից առաջ ինչ որ եթե լիարժեք աջակցություն չստանա, այդ աջակցության պատրվակը ստեղծի Հայաստանցիների մոտ։ Ինքը ունի աջակցություն, նախ պետք է ֆիքսենք Ես ուզում եմ հասկանալ, որ ասում ենք ունի աջակցություն, ինչ նկատի եք, ինչ են անելու եվրոպացիները։ Եվրոպական միությունը այսօր բազմատար, բազմագործուն, այն հին եվրոպական միությունը չի, որտեղ ցենտրիստները անկախ բանից մի քիչ աճ, մի քիչ ձախ, մի քիչ լիբերալ բռնել են էլիտայի կորիզը եւ քշում էին, չէ։ Այսօր նույն եվրոպական խորհրդարանում իշխող ուժը, Եվրոպական ժողովրդական կուսակցությունը ստիպված է որոշ քվեարկություններին միացնել ժամանակին քխ հանդիսացող աճերին։ Կան իրանք դարել են ռուկապաժատնի, նույն լեպենները, որոնց ինչ ասես ասում էին 10 տարի առաջ, AfD-ները գերմանականացում են ֆաշիստ բան, Եվրոպարլամենտում 2-3 լուրջ քվեարկություն ա եղել միգրացիայի եւ այլ հարցերով, որտեղ աճերը դարել են mainstream։
Եվ Նիկոլի պարագայում ակնհայտ է, որ կա գեոպոլիտիկ շրջանակների մոտեցումներ, ինչը կրկին գաղտնիք չի, արձանագրված է Եվրոպական միությունը թուղթ ընդունել անցյալ տարի, կոչվում է Black Sea Strategy, Սևծովյան ռազմավարություն, որը կարևորագույն արտաքին քաղաքական դոկտրիններից է իրենց, որտեղ պարզ գրած է, խի է պետք իրանց Հայաստանը, խի է պետք իրանց Հայաստանը Նիկոլի օրոք, եւ Նիկոլի Իսկ չեք կարծում, որ իրանական պատերազմից հետո իրավիճակը հարավային Կովկասում փոխվելու է թեկուզ նրանով, որ հնարավոր է ամրապնդվեն Ռուսաստանի շատ թուլացած դիրքերը հարավային Կովկասում։ Ես չունեմ այդ կանխատեսումը։ Ես ռուսերեն արտահայտություն կա, свято место пустыни Ես бывает։ չունեմ այդ բանը, անալիտիկան, ես համաձայն չեմ այդ վիվեդի հետ։ Նախ առաջին մենք չգիտենք պատերազմ կոչվածը ոնց է ավարտվելու, ինչ նոր ստատուս կվո է լինելու։ Դե արդեն չենք կարող ասել, որ Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին չհաջողվեց տապալել իրանական ռեժիմը։ Դա գոնե կարող ենք ասել։ Որպես ասել։ Blitzkrieg կարող ենք ասել։ Blitzkrieg-ը տապալվեց, որովհետեւ հենց ամենասկզբից դա էի փորձում դες ասել, խի Նիկոլը Իրանը տենց պայեց, Իրան ասել են Blitzkrieg-ա լինելու։ Չէ, Blitzkrieg չեղավ։ Ոչ միայն Blitzkrieg չեղավ, այլ Իրանը վերադասավորվեց, ռուսերեն ասում перегруппировался եւ շատ հստակ էքսպորտ է անում կոնֆլիկտը հարևան գոտում։ Притом անում է դա շատ հետևողական եւ առաջացնում է նաեւ միջազգային այնպիսի հետևանքներ իր գործողություններով, որ շահագրգիռ երկրների ցանկը, որ կոնֆլիկտը դադարի, շատ ավելի մեծ է, քան պարզապես ներառված երկրները, արդեն խոսեցինք Չինաստանի մասին։ Հորմուզի նեղուցը եւ այլ կան բազմաթիվ հարցեր, բայց տեսեք, ստեղ մի հատ ես ուրիշ կանխատեսում անեմ, ձեզ ավելի հորետեսական։ Եթե Իրանը պատերազմը ավարտելուց հետո անգամ եթե ռեժիմը չփոխվի, բայց այնուհանդերձ Իրանը թուլանալու է, ակնհայտ է, որ սա բերելու է թուրքական գործոնի հետագա ընդլայնմանը տարածաշրջանում, ակնհայտ է, որ դա բերելու է հյուսիսարավ կոմունիկացիոն մեգա պրոյեկտների ել ավելի պրոբուքսովկային, մենք գիտենք այդ ինչ քանի տարի է չեն կարողանում Իրանում ավարտել Ռուսաստան Պետերբուրգից մինչև այսպես ասած Մումբայ գնացող այդ երկաթգծի բանը, հիմա էլ է այդ թեման էլի սառեցնելու, ինչ տեսախի եմ տենց զաումնի բաներ ասում, եթե քարտեզի վրա նայենք, Հայաստանի, այսպես ասած, խաչմերուկային լոգիստիկ դերակատարությունը, որ Նիկոլը բարձրաձայնում է, բայց իրականում հետապնդում է մենակ արևելք-արևմուտք բանը, դառնում է ել ավելի ընդգծված արևելք-արևմուտք, որտեղ հյուսիս-հարավի պարագայում։ Իսկ ինչի Նիկոլա 3 Ստրասբուրգում նոր ճանապարհ առաջարկեց Ադրբեջանին ըստ ձեզ։ Ինչի է տեք նոր ճանապարհ։ Ավտոմոբիլային ճանապարհ առաջարկեց, չէ՞, ոչ միայն այդ տրիպը։ Ինքը բարբերաբար դա առաջարկում է, եթե հիշում եք այն անգամ միջև տրիպը կառուցեն որոշում էին արել, որ Ադրբեջանի հետ սահմանային 3 անցակետերը վերանորոգել էին, այնտեղ ճամփեք էին սարքում։ Իսկ Ադրբեջանի համար դա ընդունելի է։ Տեսեք, Ալիևը երեք զուգահեռաբար Բրյուսելում էր, եթե նկատել եք, հա, Ալիևը Բրյուսելում էր եւ ասաց հետեւյալը, որ Հայաստանի հետ խաղաղությունը բանա, տիպը հավերժ արդեն։ Պարզա չէ, նման արտահայտությունը ընդամենը Նիկոլին օգնելու արտահայտություն է, որովհետեւ ինչ կրուտի տա անում, չէ, ասում է, թող չենք ստորագրել, բայց այնքան թղթեր եղե պատմության մեջ մարդկության ստորագրած, որ չեն իրականացվել։ Մենք առանց թուղթը ստորագրելու իրականացնում ենք։ Այսինքն Իրան համ միաժամանակ ֆիքսում է, որ ինքը Նիկոլին պատրաստ է օգնել, եւ միաժամանակ ասում է, որ այդ թուղթը չեմ ստորագրելու։ Ըստ ձեզ այդ օգնության շրջանակներում գանք դրան, հա, միջև ընտրություններ էլ ինչ նվեր է տալու Ալիևը Փաշինյանին նրա դիրքերը ընտրություններից առաջ ավելի ուժեղացնելու համար։ Նո, մենյուն բավականին մեծ է, եթե տենց անկես խոսանք։ Տնտեսական բլոկ, հա, այն ինչ որ ինքը այսօր անում է ապրանքների ներկրման հետ կապված որոշակի։ Դա կշարունակվի, երկրորդը ազգային խայտարակություն հանդիսացող տրաֆիկինգը, կներեք, ես մեր ռազմագերիներին համարում եմ գեոպոլիտիկ տրաֆիկինգի զոհ։ Այսինքն նրանց մի մասին բաց կտանի։ Այո, կարծում եմ Արցախի ղեկավարությանը ցավոք սրտի հերթը չի ասնի, բայց այնտեղ կան մարդիկ մեր 19 օֆիցիալ թվի մեջ, որոնք չեն հանդիսանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության
անդամ եւ իրենց նույնպես կարող են երեկի դեպ տեսակ Նիկոլը դա էլ էր խոսում։ Երեկվա այդ եվրոպական հարցը որ տվեցի, կարևոր բան եմ ուզում ասել։ Մենք կարանք եվրոպացիների վրա մունատ գանք։ Այո, խի, որովհետև իրանք ստախոս են, որովհետև մեզ ասում են human rights, democracy, dignity, հա, տենց արժանապատվություն, ազատություններ, Պրիտոմ ասում են, որ այդ սա ֆունդամենտալ է, то есть կախված չի մարդու կրոնական, սոցիալական, քաղաքական, սեռական։ Հենց իրենք չեն հավատում։ Չեն հավատում նրանք, ովքեր որ ասում են։ Տրամպը շատ ավելի ազնիվ է այդ իմաստով։ Իսկ թվում է այս Տրամպի գալը նաև նշանակում է, որ այլևս խոսքը, սկզբունքը, միջազգային նորմը գրեթե ոչինչ չեն նշանակում։ Եվ ես հին խոսքը, հին սկզբունքը, հին նորմը չի նշանակում։ Այո, հիմա նշանակում են այլ բաներ։ Տեսեք այդ ֆանտոմային ցավերը մեկը կան։ Ինչու՞, որովհետև կան մերպես երկրներում։ Ես չեմ կարծում, որ ամենայն լրջությամբ փոքր երկրներում, ամենայն լրջությամբ հիմա Գերմանիայում ես չեմ տեսել որևէ սկանդալ, որևէ լուրջ քննարկում, որը որ ինֆոպովոդ է դարձել, որը վերաբերում էր տարբեր, ասենք, այդ տիպի սկզբունքներին։ Ոչ, եթե նրանք ինչ որ սկանդալային կամ քննարկման են գալիս, դա միշտ տնտեսական շահներ լինում անվտանգային։ Միգրացիոն հիմա միգրացիոն չկար այնտեղ որ ինչ որ մեկին մեղադրեն դու ժողովրդավարական սկզբունքներից հետ ես կանգնել եւ այլ դա արդեն ծիծաղելի է նրանք նույնիսկ դա արտասանելով ծիծաղում են բայց եվրոպական պարլամենտը երեք Մեծոլան էլ եթե նայել եք Նիկոլայի պրես կոնֆերանսին ասում էր we are welcoming you in the house of democracy տիպը եվրոպական պարլամենտը ժողովրդավարության տունն է։ Ես դրանց անունը դրել եմ House of Hypocrisy, այսինքն բան լիցիմերիայի տունն է դա, democracy բանը։ Բայց ինձ դուր եկավ, որ երեք Փաշինյանը այդ ամենայնիվ մի լավ բան արեց։ Խոսեց եվրոպացիների հետ Վրաստանի մասին, ասեց մեզ համար չափազանց կարևոր է, որ դուք Վրաստանի հետ ձեր հարաբերությունները չփչացնեք։ Այս հիշեք, այս կարևոր բան եք ասում, բայց մի հատ էս նախորդին ինչ ուզում ասեի։ Տեսեք, Նիկոլը երեք ասեց փաստացի, Արցախում էթնիկ կլինզինգ չի եղել։ Այսինքն էթնիկ զտումներ չեն եղել, ցեղասպանական գործողություններ չեն եղել։ Նրանք ընդհանրապես փախստական են։ Փախստական, այսինքն բառերը շատ կարևոր են, չէ՞։ Մենք ինչ ենք ասում, բռնի տեղահանված առնվազն, չէ՞։ Փախստական է լրիվ որի Եվրոպացիներն են ասում։ Տեսեք 21-22 թվականներին Եվրոպական խորհրդարանը ունի բանաձևեր, то 23-ին, 24-ին է ունի ձևակերպել։ Ես հիշում եմ սեպտեմբերյան իրադարձությունները Արցախում լուսաբանում են բոլոր եվրոպական կարևոր մեդիաները եւ լուսաբանում են որպես էթնիկ զտում։ Ճիշտ այդպես, ավելին դա արձանագրված է Եվրոպական պարլամենտի զեկույցներում։ Երեք Եվրոպական պարլամենտը ծափահարում էր մի դիրքորոշմանը, որին Եվրոպական պարլամենտը համաձայն չէր 2, 3, 4 տարի առաջ։ Խի Եվրոպական պարլամենտը չի փոխվել։ Փոխվել է հետևյալը։ Եվրոպացիք ինձ բաց ասում են, փակ զրույցներում բաց ասում են։ Ինչ են ասում։ Ասում են, հա, մենք 15 թվականին Սերժի օրոք ցեղասպանության ճանաչումը հպտվեցինք տարբեր երկրներում նոր ալիքով գնաց։ Մենք 44-օրյա պատերազմի ժամանակ statement-ներ առնվազն ազգ բանից հետո պատերազմից հետո ասում դաժե գրել ենք մեր զեկույցում որ պետք է ստեղծվի միջազգային հետաքննչական մեխանիզմ պատերազմի ժամանակ ռազմական հանցագործությունների եւ բանի հետ կապված։ Ասում մենք սաղ ասել ենք ինչ որ կարծում ենք ձեզ պետք է մենք չգիտենք որ ձեր վարչապետը մնալու է այս մարդը որ ասում են լրիվ հակառակ բան եւ իրանք ստորությունը որտե է ասում են ձեռ չի տալի, փոխեք իրան, թողա նոր ղեկավար։ Ասում դու արի Աշոտյան, արի խոսենք։ Նորից եմ ասում, իմ բոլոր զրուցակիցները անդիմադիր անդադար նույն բանն են ասում, որ այսօր Եվրոպան, Միացյալ Նահանգները միանշանակ աջակցում են Փաշինյանին, ես էլ ասում եմ, եթե նույնիսկ դա երևում է որպես աջակցություն, իրականությունը շատ ավելի տխուր է, նրանք ձեռ են առնում Փաշինյանին եւ ամբողջ հայ ազգին։ Ես 100% համոզված եմ, որ իրենք արդեն իրար հետ խոսելիս զարմանքով են ասում, «Էս ինչ էր խոսում այս մարդը»։ Չեն խղճում։ Իրենք մեզ չեն խղճում, որովհետեւ ոնց է խղճում մեծահարուստ ստրուկին։ Ոչ, իրենք մեզ չեն խղճում, պարոն Աշոտյան, իրենք
չափազանց զարմացած են, որ Փաշինյանը 8 տարի է Հայաստանի վարչապետն է եւ դա մենք մեզ ներում ենք, ասում ենք դե մենք ինչ անենք, իրենք մեզ չեն ներում։ Իրենք մեզ օգտագործում են։ Պարզ տեքստով ասում են բերեք ուրիշ մարդ, թողա ուրիշ մարդ, ասի ուրիշ բան։ Ու դնում են դեմս, իդեպ այդ մասով ճիշտ են, բերում են դեմս, ասում են այս մեր զեկույցներն է մինչև 23-24 թիվ։ Տես ինչ ասում ես, մեջը համարյա սա գրած է։ Դաժե գրած է Արցախի մշակութային հոգևոր ժառանգության պահպանության, վերադարձի խնդիրների եւ այլնի մասին։ Փոխեք ձեր վարչապետին։ Գանք Վրաստանի ստորություն է իհարկե, ոխի, այդ կստացի բան ասում են այլ ռուսները։ Այդ բան ասում են ռուսները։ Ռուսների մոտ հարց չի ծագում, որովհետև մենք ռուսներին շատ լավ ենք ճանաչում եւ ռուսներն էլ երբեք իրենց դիրքորոշումը չեն թաքցնում այսօրվա Ռուսաստանի իշխանությունները ռուսերեն ասած «Думают по-пацански»։ Դուք եթե չեք փոխում Փաշինյանին, ուրեմն դուք էս եք ուզում, մենք այլևս անելիք չունենք, դուք լուզեր եք։ Լուզերը ոչ միայն Փաշինյան, այլ մի ամբողջ ազգ, Ռուսաստանի իշխանությունը, Հայաստանի իշխանությանը, Հայաստանի ընդդիմությանը, հայ ժողովրդին վերաբերվում է որպես լուզերի, ու մենք ինչ էլ ուզում ենք անել, դա չի փոխվելու, քանի որ մենք ունենք այն ինչ որ ունենք։ Հարստան մենակ էլի, քանի տենց ամբռնած բոսիկ զրուցում ենք ոդքասթի ֆորմատը, ոդքասթը, տեսեք։ Դիցուկ այն որ ասում են Մոլդովա 2, չէ՞, ինչ Մոլդովա 2։ Իրանք չունեն այդ մեխանիզմը Մոլդովա 2-ի։ Չէ, ոչ մի մեխանիզմ, ցանկությունը չունեն։ Ես Մոլդովայի ընտրություններին տեսնում եի փղերի կռիվը։ Մոլդովայի տարածքի վրա տեսնում եի արևմտյան եւ ռուսական փղերի հակնոցին։ Տեսնում եք որտեղ է գտնվում Մոլդովան։ Միանշանակ։ Որտեղ է գտնվում Մոլդովան։ Եթե հանկարծ վաղը Բելարուսում հայտնվի մի որևէ ընդդիմադիր ուժ, որը կարող Լուկաշենկոյի հետ լրիվ լինելու է ձեր ասած Մոլդովա 2-ը, Հայաստանում չկա տեսման, որտեղ մենք որպես Ճիշտ եք ասում, բայց Նիկոլն ու եվրոպացիք այդ միֆը ռազդուված են անում։ Դիմը մեր ընդդիմությունը մեղավոր, որ առավոտից երեկոն ծառայում է այդ օրակարգին ամեն օր ասում է, ամեն օր ես լսում եմ այս կամ այն ընդդիմադիր գործիչը ամեն այն լուրջ տեսքով Facebook-յան իր էջում վիդեո է տարածում, բան արևմուտքը աջակցում է բանին Փաշինյանի ձևակերպումը ես դες մեռա ասեմ միանշանակ սխալ ձևակերպումը եւ եվրոպացի ես ավելին ասեմ իրանական պատերազմից հետո համոզված եմ մեծ հարցական ալինելու թրիփի ճակատագիրը Ես մի քիչ այդ լավատեսությունը չունեմ այդ լավատեսության կամ վատատեսության մասին կլիներ ու այդ տրիպի իրականացումը այս ձևով մեծ խնդիրներ ինչ է լինելու Թրամփի մյուս բոլոր նախաձեռնությունների հետ այս պատերազմից հետո, որովհետև նրա նկատմամբ վերաբերմունքը Միացյալ Նահանգներում մենք ուղղակի չենք հետևում, բայց իսկապես փոխվել է, որ եթե կարդում ես ինչեր են գրում Թրամփի մասին, եթե կարդում ես միջանկյալ ընտրությունների խնդիրը, որ հիմա գալիս է, ինչ վարկանիշ ունի, ինչեր են խոսում դեմոկրատները Միացյալ Նահանգներում, այնպես որ նախաձեռնությունները Թրամփի մեծ հարցականի տակ են։ Այլ բաներ որ Թրամփը ժամանակակից քաղաքական համակարգի համար это как пуля со смещенным центром тяжести ինքը տրայեկտորիան անկանխատեսել է եւ այո դուք այդ մասը իր ճակատագիրները անկան քաղաքական ճակատագիրը կարելի հիշենք դուք լավ գիտեք դա որպես ազատության բազմամյա աշխատակից ԱՄՆ-ի համար արտաքին քաղաքականությունը ներքինի շահունակությունն է բացառապես հետեւաբար եթե ձեր ասածով շարժվենք իսկ դա ճիշտ է Եթե ԱՄՆ-ում ներքաղաքական տրամադրություններ փոխեն եւ թելադրեն այլ մոտեցումներ, այլ գործիքակազմ, դա չի կարա չազդի Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության վրա, հաշվի առեք նաեւ ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների այս Եվ ես ճիշտ եմ, որ Թրիփի բայց եկանք որ սա էլ ֆիքս եք, հա, որ մենք չգիտենք ինչ է լինելու Թրիփի հետ, բայց սա լավ նորություն չի Հայաստանի համար, այլ վատ նորություն է Հայաստանի համար, որովհետև Ադրբեջանը այսպես թե այնպես ասել է, մենք չենք ստորագրել թուղթ Թրիփի մասին, մենք ստորագրել ենք թուղթ Նախիջևանը Ադրբեջանի հետ կապող անխոչնդոտ ճանապարհի մասին։ Թրիփը այդ նարատիվի, այդ ստորագրության մի մասն է։ Ալիևն ասաց, որ ես թուղթ չեմ ստորագրելու խաղաղության։ Երեք ասաց, ես առանց թղթի խաղաղություն եմ անում Նիկոլի հետ։ Թուղթը ինչ է կանում։ Ակնհայտ է, չէ՞ որ անձի հետ է փորձում կապել այդ խաղաղության միֆը, որ իրանք ստեղծում են, բայց գանք Վրաստանին։
Նիկոլը առաջին հայացքից տենց անսպասելի բան ասաց, բայց ես հասկանում եմ խի այդպես ասաց։ Առաջինը նոր էր եկել Վրաստանից, հիշում եք, վրաց իշխանությունները ուզում են վերականգնել հարաբերություններ Եվրոպական միության հետ, եւ ես վստահ եմ, որ այդ բանը ասելու շարժառիթներից կարևորագույնը այն էր, որ վրաց իշխանությունները խնդրել են Նիկոլին այս թեման բարձրաձայնել։ Իսկ ես ուրիշ շարժառիթ եմ տեսնում։ Եկ այս այհերթով գալիս ենք, այսինքն ես կարծում եմ, որ Նիկոլին խնդրել են վրացիները, որ եթե կարաս խոս մեր համար էլ խոսա։ Որտեւ իրանք իրոք ուզում են որոշ բաներ պահել։ Երկրորդը ակնհայտ է, որ Հայաստանը չի ունենալու եվրոպական ինտեգրման նույնիսկ տեսական հեռանկար, եթե Վրաստանը չմտնի Եվրոպական միություն, որովհետև Թուրքիան պարզավոր չի մտնելու, համ Թուրքիայում է պարզ, համ Բրյուսելում է պարզ։ Իսկ Եվրոպան անկլավ չի ընդունելու, դաժե եթե մենք լինեինք House of Democracy, ամենագժական շուկայական համակարգով ժողովրդավարությամբ, եթե եվրոստանդարտների պապան մենք դառնայինք, մեկը մեզ չեն ընդունել։ Մյուս շարժառիթը։ Մյուս շարժառիթը այդ աշխարհագրական ձեզ ասացի, ես ասեմ, իսկ կարևոր շարժառիթը որն աստիս։ Սա ունիկալ առիթ էր Նիկոլի համար իրեն ռեգիոնալ առաջնորդ ներկայացնելու համար։ Ну, ես вообще մտքովս տենց բան չեր անցնի, որովհետև դուք էլ ես էլ լավ գիտենք, որ ցավոք սրտի ռեգիոնալ առաջնորդության հետ կապված Նիկոլը երեքի մեջ վերջինն է, ու խնդալու է այդ ոք։ Իհարկե խնդալու է, բայց ինքը այդ առիթը օգտագործեց։ Գանք մեր եւ մի հատ առիթ կա, կարող ենք դա խոսել, ինքը տես PR-շի կա всё-таки։ PR-ի առումով, իրենց PR-ի առումով իրեն ներկայացրեց, որ ես ոչ միայն մեր հարցերն եմ լուծում, այլ կարող եմ նաեւ Վրաստանի հարցերը լուծել։ Հակված եմ նրան, որ ինքը վրացիների խնդրանքն է կատարել, որոշակի տեղաշարժ։ Դու կարող ես եւ դա եւ երկուսն էլ եղել։ Պարոն Աշոտյան, եկեք խոսենք մեր գործերից, եկեք խոսենք։ Իրականում սա բնական է, բայց հենց մեր ընտրություններից խոսենք, որտեղ ընտրություններին մնացել է 87 օր, եթե ես չեմ սխալվում, ես հաշվարկում եմ, գրեթե ամեն առավոտ մեկ-մեկ մոռանում եմ, բայց միշտ հաշվում եմ, ինչքանի օր է մնացել մինչև ընտրություններ։ Ինչ է լինելու հունիսի 7-ին։ Նախ դուք որպես հանրապետական կուսակցություն ինչ եք անելու, որոշում կա արդեն ձեր մասնակցության մասով։ Մենք որոշումը որպես այդպեսին չունենք եւ նախագահը հայտարարել է, որ այն կլինի երևի թե մինչեւ ամսվա վերջ։ Բայց մեր ցանկացած որոշման հիմքում եւ մասնակցելու եւ չմասնակցելու պարագայում ընկածանելու մի բան, որն է ամենաէֆեկտիվ ստրատեգիան մեր կողմից Ընդդիմությանը օգնելու համար։ Ընդդիմությանը օգնելու։ Նիկոլին գահ այսինքն կարող եք հետևել օրինակ հայրենի կուսակցության Վանեցյանի տարբերակին չմասնակցել։ Ընտրական այսպես ասած տարբերակները իտավո շատ չեն։ Մեկը մասնակցելն է, մյուսը չմասնակցելն։ Okay, շատ լավ։ Մասնակցելու դեպքում ոնց ես մասնակցում, չմասնակցելու դեպքում ինչ ես անում, չմասնակցելու պարագայում, որովհետև չմասնակցելը ես վստահ եմ Վանեցյանը ընկել են այդպես տրամադրված։ Օգնում են ընդդիմությանը։ Դա չի նշանակում, որ տես պրոստը մենք աուտ ենք։ Մենք աուտ չենք։ Մենք մեր ֆորմով չենք դուրս գալու խաղադաշտ, կոպիտ ասած, այդ մետաֆորան փորձեմ, հա, բայց ես որոշում եմ դեռ մեր մոտ շատ տարբեր կարծիքներ կան։ Մի մասը ուզում եմ մասնակցի եւ կարծում եմ, որ դա լավագույն ստրատեգիան է։ Եկեք ամենակարևոր հարցին, ոչ թե ամենակարևոր հարցին, այլ այն հարցին, որ այս երկու օրերին ակտիվ քննարկում է հասարակությունը, խոսքս ուժեղ Հայաստան կուսակցությանը ընտրություններին չգրանցելու այդ հեռանկարը, որի մասին խոսում են իշխանությունները եւ իշխանությունների շահերը սպասարկող հասարակական կազմակերպությունը, կամ հասարակական գործիչներ, ինչպիսին օրինակ Դանիել Օհաննիսյանն է։ Ձեր կարծիքով կգնա Փաշինյանը այդ քայլին։ Կգնա այն քայլին, որ չգրանցի ամենամեծ ընդդիմադիր ուժին։ Ես եվրейский կպատասխանեմ ձեր հարցին, ու պրիտոմ շատ արմյանսկի խոստովանեմ, որ եվրейский եմ պատասխանելու։ Չէ, այդ տարբերակով չի մյուս։ Ինձ չի հետաքրքրում, թե ինչ կանի Փաշինյանը։ Ինձ հետաքրքրում է, որ ընդդիմությունը ունենա պլան B սցենար։ Եվ այստեղ գալիս եմ ես, ՀՀԿ փոխնախագահան, իմպիչմենտի առաջարկով։ Ուշ չի արդեն իմպիչմենտի համար։ Տեսեք, իմպիչմենտը տարբերակներից մեկն է։ Ես առավոտյան երբ որ պետք է գայի ձեզ հետ հարցազրույցի, ճաշ պատրաստելիս ամուսնուս համար մտածում եմ իմպիչմենտի մասին։ Տեսեք, դա շատ կարևոր։
ուզում է հասկանալ եւ հասկացա, որ impeachment-ի եւ միակ կարևոր բանը, որ Փաշինյանը եթե հրաժարական տա, impeachment-ը պետք է հասնի նրան, որ այդ գործընթացը որ Փաշինյանի չկազմակերպի ընտրությունները։ Տեսեք, Կատի լավ բան է ուզում ձեզ հիշեցնել, այտենց ռազմավին էլի մենս քաղաքական զրույցը տես դրվագներով հիշեցնեմ ձեզ, որ Պոլ Մակկարտնին առավոտ ձվածեղ սարքելուց է yesterday երգը գրել, եթե դա այտենց, там напевал, яичницу, моя яичница, yesterday, հիմա դուք եթե այտենց առավոտ ձվածեղ եք սարքի impeachment, impeachment, այդ կարա դառնա իրականություն ու խիթի։ Հիմա կատակը մի կողմ, գնացինք առաջ։ Խի ենք մենք այս օրակարգը պահում, որովհետև դա այլընտրանքային ընտրություններին այլընտրանքային մեխանիզմ է։ Երկրորդը, դա չհակադրվող մեխանիզմ է։ Դա կամ չի, դե ընտրությունները սամոսաբոյ լինելու են։ Դա չի կարա չլինի, ես իմիջ։ Չէ, եթե չի գրացում մեծ ընդդիմադիր ուժին, ո՞նց կարան ընտրությունները տեղի ունենան։ Դա արդեն ընտրություններ չեն։ Դե դուք դե ֆակտոն եք ասում, դե յուրե ընտրությունները գալու են։ Երրորդը Սցենարների պարագայում, եթե գնում ենք ընտրությունների առանց փողոցային պայքարի, անհնար է լինելու ամրապնդել հաղթանակը, եթե ընդդիմադիր ուժերը կարծում են, որ հաղթանակ է լինելու էլեկտորալ, կամ խաբելու են, բայց ժողովուրդը դիտարկելու է, որ հաղթանակ էր, հա, ակնհայտ է, հա։ Եվ չորրորդը, եթե ձեր ասած սցենարն է գնում, եւ impeachment-ը, то есть եւ ամենաուժեղ, ամենամեծ ընդդիմությանը չեն գրացում, ապա կներեք, այս սցենարը դառնում է ըստ միս, հա, մենք չենք կարող իրանց փոխարեն որոշենք, բայց մենք որպես ասում ենք, խնդրեմ, մի այլ տարբերակ առաջարկում է նաև օրինակ Աղազարյանը, որին լուրջ չեն։ Եվ հինգերորդը կներեք, impeachment-ը միջև ընտրություններ թույլ է տալու ունենալ լավ ընտրություններ, որովհետև հիմա ակնհայտ է, որ մենք on-line ռեժիմով կեղծվող ընտրություններ ենք դիտարկում։ Չէ, հիմա ակնհայտ է, որ եթե մենք ինչ-որ մեր ուղեղի մեջ ունենք ինչ-որ մի հնարավոր վարկանիշ Փաշինյանի համար, ադմինիստրատիվ ռեսուրսն էլ հաշվի առնելով այդ վարկանիշին ավտոմատ գումարում ենք 15%։ Տեսեք, ես չեմ ուզում հիմա մտնեմ այս ձևաչափով այդ քննարկման մեջ, իմ ընդդիմադիր մի շարք գործընկերներ պրոբլեմ ունեն ընկալումների հետ։ Պրոբլեմ ունեն wishful thinking-ը, այդ ոնց է հայերեն։ Ցանկացած իրականության ներկայացնում։ Իրանք այդ wishful thinking-ի հետ պրոբլեմ ունեն։ Ես այս սաղ մի մաս էս սիմպտոմատիկայի, կներեք բժշկական լեզվաբանության համար, տեսել եմ 21 թվականին։ Հիմա դեժավյու է։ Ես չեմ կարող, ես դրա համար, որպես իրանց հիմա չնեղացնեմ, ես իմ որ Սամվել Կարապետյանը մի քիչ ջարդել է այդ դեժավյուն հաշվեցան։ Որոշ մաս իր անձով հա, որովհետև բնականաբար մենք ուղիղ խոսենք, եթե չլներ Սամվել Կարապետյանի թեման, ձերբակալություն, քաղաքական եւ այլն, մենք ընդդիմությունը տոտալ խայտարակ վիճակի մեջ է լինելու, որովհետև գնալ 5 կոնֆիգուրացիաներով այդ նշանակում է, ну, չգիտեմ, նաստոպադային դեժը գրաբլի։ Ինչու Սամվել Կարապետյանի գործոնը ինչու իրենք չեն հայտարարում իրենց աջակիցներին չեն բացատրում, որ իրենք հասկանում են, որ իրենց կարող են չգրանցել եւ իրենք ունեն ծրագիր, ինչ են անելու, երբ իրենց չգրանցեն։ Ես վստահ եմ, որ իրանք այդ ուղղությամբ մտածում են, բնական է մտածում։ Ես չեմ մեղադրում իրանք, որ ես դրան մասին չգիտեմ, որտեղ ես իրանք կուսակցությունից չեմ։ Երրորդը, ես կարծում եմ, որ մեր առաջարկած տարբերակը exit strategy-ներից մեկը կարա լինի, եթե ոչ ամենալավը, որովհետև ինքը միաժամանակ սահմանադրական է, իշխանափոխական է, օրինական է եւ լրիվ ուժեղ Հայաստանի եւ մյուս ընդդիմադիրների հակով է։ Բնականաբար մենք այստեղ չենք ծառայում որպես բան, տեսեք, impeachment-ի առաջի փուլում կար տպավորություն ընդդիմադիրների մեր որոշ ընկերների մոտ, որ դա իրանց դեմ է։ Ինչը խայտարակ տպավորություն էր, որովհետև խի պետքա ձեր դեմ լինի, եթե դուք չեք Նիկոլ Փաշինյանը։ Դա Նիկոլ Փաշինյանի դեմ է։ Մենք այդ փուլը անցանք, վերապրեցինք, ուշացումով ստորագրություններ, բան եւ այլն, ու զգուշացեցինք, որ ամեն անգամ ուշացումը բերելու է նրան, որ մենք նոր կորուստներ ենք ունենալու։ Հիմա impeachment-ի մասով ես դες թվարկեցի 5 առավելություն, 5 առավելություն։ Մի հարց ունեմ, էլի չմոռանամ impeachment-ի պահով։ Ինքը լավ բառ չի կարող է, էլի։ Ժողովուրդ թերթը 2 օր առաջ, 3 կամ 3 առաջ օրը գրել էր, որ այսօրվա ֆրակցիայի 40%-ը
ընդգրկված չի լինելու ԿՊ ցուցակում։ Այո։ Այսինքն այնտեղ մոտ 29 հոգու մասին է, իսկ կա աշխատանք այդ մարդկանց հետ։ Вот вам еще одно место, էլի։ Իսկ կա աշխատանք նրանց հետ։ Հիմա ոնց կարելի է տենց հարց տալ ինձ եթերում, էլի։ Տենց էդի ոնց որ ասես Շտիрлից, а вы разработали план։ Տենց չի կարա լինի։ Արդյոք ժամանակը չի, որ անդիմադիր առաջնորդները ինչ որ ձևով գաղտնի բանակցություններ սկսեն Փաշինյանի հետ նրան հումանիտար միջանցք տրամադրելու համար։ Հայաստանը անցնցում փոխելու համար։ Տեսեք, մեր կուսակցության 35-ամյակին անցյալ տարի Սերժ Սարգսյանը ելույթ էր ունենում եւ այդտեղ կարեւոր բան ասաց, որը սկզբից քննադատվեց, հետո դարձավ բոլորի խոսույթը։ Առանց հանրային համերաշխության վերականգնման չի կարա լինի ոչ միայն իշխանափոխություն, այլ հետիշխանափոխական նորմալ Հայաստան։ Սա գերակայություն է։ Հումանիտար միջանցքը դրա մասին է։ Հիմա գալիս ենք հումանիզմի սահմանները պետք է անգծել։ Հումանիտար միջանցք ինչ է նշանակում։ Մենք հավաքական ձեր ասած leadership ընդդիմության ապրիորի ներում ենք Նիկոլին ամեն ինչ որ ինքը արել է, դե յուրե։ Դե մորալ մասը, բանը բարոյական մասը դնում եմ մի կողմ։ Դե յուրե ով կարա այսօր որևէ մեկը իր վրա վերցնի նման հակասահմանադրական լիազորություն Նիկոլին ինդուլգենցիա վաճառել ամեն ինչի համար, դաժե նրա համար, ինչը մենք նույնիսկ չգիտենք, որ ինքը արել է։ Դա ինքը շատ դժվար հարց է։ Իրան պետք է խոստանալ արդարություն, արդարադատություն։ Այդ միանշանակ։ Եվ ԿՊ-ականներին այն ոչ այն մարդկանց, որոնք ընդգրկված են հանցագործությունների մեջ, պետք է խոստանալ ամնիստիայի նման մի բան, հանրային ամնիստիա։ Մենք չպետք է դառնանք հաշիվները մաքրող հասարակություն post-Նիկոլ վիճակում։ Դա կլինի կատաստրոֆա։ Դա կլինի շատ ավելի վատ, հավատացեք ինձ, քան հիմա է։ Եթե սկսի այդ վրեժառության, վրեժխնդրության, այդ վհուկների որսի, այդ հաշիվները մաքրելու, այդ կատաստրոֆիկ սցենարը մի պա Ֆրանսիայում, երբ որ Վիշիի հանրապետությունը, այսպես ասած, Վիշիի այդ Ֆրանսիան չեզոքացվեց եւ այլն դեգոլ եկավ, մի պահ տենց եղավ, մի ամիս շաբաթ կանանց վերցնում էին, քյաչալացնում էին, հիշում եք, Հետո դեգոլը Պետանին ասեց, որ դա նրա մահապատիժը փոխեց ցմահաբարտություն։ Այո, հենց էս եմ ուզում ասեմ, որ մենք պետք է հիմիկվանից ասենք բոլոր այն մարդկանց, որոնք նիկոլական են, բայց թաթախված չեն այդ հանցագործությունների եւ այդ որոշումների կայացման մեջ, որ մենք որևէ խնդիր իրանց հետ չունենք, որ այդտեղ չի լինելու վրեժխնդրություն, չի լինելու վհուկների որս, չի լինելու հասկանալի է ձեր դիրքորոշումը, իսկ ինչպես եք վերաբերում ժամանակավոր կառավարության գաղափարին։ Ժամանակավոր կառավարությունը այն է, ինչ որ մենք impeachment-ով առաջարկում ենք հիմա, դա անցումային կառավարություն է։ Եվ դա կլինի մեր առաջիկա ոդքասթներից մեկի Եթե դուք կարծում եք, տեսեք, հերթական ընտրություններով ընտրվելիք կառավարությունը հուսամ իշխանափոխական կառավարություն չպիտի լինի ժամանակավոր։ Դες մենք չենք կարա Իրանի սկզբանե ասենք, որ դուք լինելու եք ժամանակավոր, դա թույլատնելու է, ել ավելի շատ է թույլատնելու իրանց առանցայտել առաջի պահին փխրուն դիրքերը, այդպես չի կարելի իրանց ասել։ Ժամանակավոր կարա լինի այն կառավարությունը, որը կարա ձևավորվի իմպիչմենտի արդյունքում անցումային տեխնիկական կառավարություն, որի ֆունկցիաները ինչ է, անհապաղ ազատ արձակել քաղաքաբանտարկյալներին, սառեցնել բոլոր տեսակի զիջումային քաղաքականությունները դրսի ֆրոնտում, սառեցնել, չմտնել բաների, ընդհանրապես սառեցնել, կազմակերպել լավ ընտրություններ, կոպիտ ասած, դադարեցնել անկումը, կազմակերպել արդար ժողովրդավար ընտրություններ եւ ազատել քաղաքաբանտարկյալներին։ Եթե շատ մեծ ֆունկցիաներ չեն։ Քանի տոկոս է հավանականությունը համարում, որ ձեր իմպիչմենտի նախաձեռնությունը կարող է իրագործվել։ Իմը չի սահմանադրական, դրա հեղինակային իրավունքները այս օրակարգի մեջ այո մերն են, կյանքը ցույց է տալի, որ դա գնալով ակտուալիզացվող գործիք է, անգամ այն համատեքստում, ինչը դուք ասացիք ուժեղ Հայաստանի հետ կապված, եւ նույնիսկ եթե դա 1% անոց հավանականության սցենար է, ես պատրաստ եմ ամեն ինչ անել, որ այդ 1% հավանականությունը։ Իսկ եթե Փաշինյանը հայտարարի կուսակցությունը չգրանցելու
մասին Սամվել Կարապետյանի կուսակցությունը չգրանցելու մասին այն ժամանակ, երբ impeachment-ը հնարավոր չլինի արդեն իրականացնել։ Ես որքանով տեղյակ եմ իրավական կարգավորումներին, այդտեղ որևէ ժամանակային սահմանափակում կախված գալիք ընտրությունների հետ չկա։ Իրանք համադրվող ժամանակային գրաֆիկների մեջ։ Իսկ ինչու՞ չեք այդ գաղափարը քննարկում ուժեղ Հայաստանի հետ։ Տեսեք, բազմաթիվ հարցեր մենք հիմա սկսեցինք ձեզ հետ քննարկել, որոնք առաջին հայացքից իրենց օրակարգի մաս են, ուստի ես վստահ եմ, որ դուք ունեք հնարավորություն իրենցից մեկ այլ խելացի մարդ հրավիրել։ Լավ, պարոն Աշոտյան, իսկապես մենք արդեն ամբողջ ոդքասթին հատկացրած ժամանակը արդեն սպառել ենք, պարզապես եւս մեկ անգամ ուզում եմ օգտվել այս հնարավորությունից, խնդրում եմ համոզեք երրորդ նախագահին ինձ հարցազրույց տալ։ Ես որպես լրագրող երազում եմ երրորդ նախագահի հետ հարցազրույց անել, որովհետեւ ունեմ շատ հարցեր եւ ուզում եմ հենց իրենից լսել այդ հարցերի պատասխանը։ Տեսեք, էլի բան պետք է ասեմ ու գնամ։ Ասեք։ Դուք սկսեցիք այդ համոզեք բառը, հիշեցի իմ հայտնի մեկ այլ կուսակցական ընկերոջ լավ մարդու ազգային ժողովում արած ոչ այդքան զգուշավոր հայտարարությունը ի պատասխան Նիկոլ Փաշինյանի, որ ասաց ես համոզողներից չեմ։ Հիշեցիք։ Ես հիմա հակառակը կասեմ, օքեյ, ես համոզողներից եմ, կներեք պարոն նախագահ, ես անպայման այս թեման իր հետ նորից կքննարկեմ, չեմ խոստանում, որ կստացվի, բայց ես համոզողներից եմ, այո։ Շնորհակալություն, հետաքրքիր հարցազրույցի համար։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ